ԱՄՆ-ն Իրանի դեմ հարվածները կուժեղացնի 20 անգամ, եթե Թեհրանը արգելափակի Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումը, Թրամփի գրառումն է Truth Social-ում։ Եթե Իրանը որևէ գործողություն ձեռնարկի Հորմուզի նեղուց նավթի մատակարարումը խափանելու համար, ԱՄՆ-ն նրանց կհարվածի 20 անգամ ավելի ուժեղ, քան նախկինում։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նահանգները կհարձակվի այն թիրախների վրա, որոնք հեշտ է ոչնչացնել, եւ որ Իրանը այդ դեպքում գործնականում ոչինչ չի կարող վերականգնել։ Աբբաս Արաղչին նախազգուշացրել է, Իրանը շարունակելու է հրթիռային հարվածները այնքան, որքան անհրաժեշտ է։ ԱՄՆ-ի հետ բանակցությունները այլևս օրակարգում չեն։ Մենք ամերիկացիների հետ շփվելու դառը փորձ ունենք։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը չկարողացան հասնել Իրանում ռեժիմի փոփոխության պատերազմի առաջին օրերին։ Այժմ նրանց գործողությունները աննպատակ են, ասել է Արաղչին։ Միևնույն ժամանակ Իսլամական Հանրապետության դիվանագիտական գերատեսչությունից անվանել են հնարավոր հրադադարի պայմանները։ Հրադադարի առաջին պայմանը հետագա հարձակումների դադարեցումն է։ Մի քանի երկիր, այդ թվում Չինաստանը, Ֆրանսիան հրադադարի հարցով կապ են հաստատել Թեհրանի հետ։ Սակայն Իրանը չի գնա այնպիսի հրադադարի, որը օրինակ 6 ամիս անց կխախտվի։ Մարտի 9-ի երեկոյան իր ամերիկացի գործընկեր Թրամփի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահը ներկայացրել է Իրանում հակամարտության արագ կարգավորման առաջարկներ։ Թրամփի նախաձեռնությամբ զրույցը տևել է մոտ 1 ժամ, եղել գործնական, անկեղծ եւ կառուցողական ըստ Կրեմլի հայտարարության։